Ազգային անվտանգության ծառայության շենքը ուժեղացված հսկողության տակ է, պայթուցիկ նյութեր շենքի ուղղությամբ նետած անձին ամենայն հավանականությամբ դատանի որոշմամբ կկալանավորեն։ Ամնու լրատվականը գնացել էր դեպքի վայր, սակայն ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ցույց չտվեցին դեպքի վայրը նկարահանել, նշելով, որ այն հատուկ պահպանվող տարածք է։ Մեզ ասած բացառիկ տեղեկությունների համաձայն ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզելու գործով ձերբակալված անձին կկալանավորեն։ Նշենք, որ միջնորդություններ ներկայացվել դատարան նրան կալանավորելու համար ժամը 6-ին պետք է հրապարակվի դատարանի որոշումը։ Քննչական կոմիտեից մեզ պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով ահաբեկչություն, պայթուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ առար կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ տրանսպորտային հաղորդակցության կամ կապի միջոց այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը, զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհանրման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արար կատարելուն կամ հանցավոր այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարքը պատժվում է ազատազրկմամբ 8-ից 12 տարի ժամկետով։ Դեպքը տեղի էր ունեցել մարտի 6-ին ազգային անվտանգության ծառայության շենքի վրա վարվող առարկաներ նետելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել էր։ Ամնու լրատվականին հայտնի է դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ազգային անվտանգության ծառայության շենքի վրա ու ցանկացել հրկիզել ԱԱԾ շենքը։ Մասնավորապես ձերբակալված անձը նետել է շենքի վրա մոլոտովի կոկտեյլ, հայտնի նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես մոլոտով։ Անվանումն օգտագործվում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Վերջինս ձերբակալված է, ժամեր անց կհրապարակվի նրա խափանման միջոցի հարցը։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։